Չէ։ Բարև ձեզ։ Մենք լույս կարող եք գցել մեջը։ Քիչ լույս էլի մեր։ Ինչքան կարողացել եմ հանգցրել եմ։ Ջարդեցին ապակին, ձենից ենք վեր թռել, իջել ենք ներքև։ Հա, հենա նայեք, մի հատ որ լույս գցեք, ցույց կտամ էլի։ Մի հատ որ լույս գցեք մի րոպե։ Մի հատ որ լույս գցեք, ապակին այստեղ մեջ բերեք։ Հենա։ Ապակին ջարդեցին, հետի գցեցին մեջը, այդ գմփոցից մինչև վերևից իջանք արդեն ինքսը հալել էր։ Բական այսպիսի մարդիկ ժողովուրդ ջան։ Կնոջս մեքենան է, իմ մեքենան գարաժում է գտնվում, նոր մի քիչ առաջ ձայնից արթնացել ենք, այրել են մեքենան, բակում կանգնած, որքացեք կտակ դա, ամբողջ մեքենան այրվել է, ապակին ջարդել են ու ոնց երևում է գցել են մեջը, հենա այնտեղ արդեն երևում է, ամբողջ մեքենան այրվել է, ձեզ չէ, մեքենան չի երևում, նայեք էլի սր ժողովուրդ ջան ուրիշ բան չենք էլ սպասում ճղճիմ քայլերն են հերթական կնոջս մեքենան դուրսը կանգնած տան դիմաց ցույց տամ ապակին ջարդում են հիմա արդեն կա հաստատել էլ մեջը նետում են վառվող ինչ-որ պարագա և ամբողջ մեքենան այն նրանք խնդրում եմ ձեռ չտանք էլի այդի Չէ մենք ոչ շիվան ձեռ չենք տալու Վերադարձել են 90-ական թվեր էլի, մեքենա այրելու տարիներն է վերադարձել։ Բարև ձեզ։ Հա։ Մեկ րոպե էլի, հա, պահեմ դուք վերադարձել։ Ապակին ջարդել են, հենց ապակյուց մի անգամից նետել են Խնդրեմ։ Մենակ հետևը ամբողջությամբ վերևը դիմացը սաղ այրված է։ Չէ, միանք միջև 5 րոպե ա տևը, միջև իջան կնեց ոցեր էլ Էնի բանա։ Բենզին ալրի։ Հա։ Մեկ էլ բենզինի հոտ ալրի։ Հա։ Անգեր լանջա տետի մեքենա։
Չեմ ուզում լսել։ Հա, ոնց է։ Ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ չունենալով, ուղիղ ասում եմ, ճղճիմ երևույթները, չկարողանալով մարդու հետ ոչ մի ձև հարաբերվել, ուղին են ճղճիմ ընտրել, այրել մեքենան, են էլ կնոջս մեքենան, խնդիր չկա։ Մկրտիչ Սեթրակյան 11-1 Այրելով մեքենան ինչ եք ուզում բատ, էլ ավելի ուժեղացնում եք, էլ ավելի ցույց եք տալի ձեր իրական դեմքը, էս եք դուք 90-ականներն է, ձեզ հարազատ 90-ականներն եք վերադարձնում։ Այդ լույսը որ խնդրեմ մի հատ կտակ։ Բենզինի հոտ է, մեքենան լրիվ էլեկտրական է, ինքը մեջից բենզինի հոտ է գալի։ Մեքենան ուղղակի այրել են, ջարդել են ապակին եւ այս բենզինով նյութը մեջից բենզինի հոտ է գալիս, շպրտել են մեքենայի մեջ։ Խնդիր չեմ տեսնում։ Այն դիմացն էլ է սաղարիված։ Հես ախպեր, ասում եմ ինչից այրվել։ Չեք նայում, էլեկտրական մեքենայի մեջ բենզինի հոտը ինչ գործ ունի։ Էս էլ մոտիկ էդ էլ նկարեք, եթե ուզում եք։ Բենզինով ապակին կամ իջացրել, կամ չգիտեմ ինչ հեսա ջարդել են ապակին։ Ու բենզինի հոտը մեջից ամբողջությամբ այրել են մեքենան։ Ու տևել է ընդամենը երևի 7-ից 8 րոպե, էլի։ Սենց բոցս այստեղից դուրս էր գալի, էլի։ Արա 90-ականների հոգեզավակներ,
Սրանով ոչ մի բանի չեք հասնելու։ Մեքենա այրեք, ինչ ուզում եք արեք, ոչ մի բանի չեք հասնելու։ Սրա պատասխանը ձեր 100 պորտ էնկոմ տալու եք։ Ես ձեզ խոսք եմ տալի, ոնց ավտոն միշտ փակ է, ավտոն 5 տարի է այսպես կանգնում է այստեղ։ Այս ապակիները սա ներքևն է։ Ներսի չեն խփի։ Աշուտացնը գմփոցն է շա։ Գմփոցը որ լսում եք, այդ միանգամից էսա նայեք, մեքենայի մեջ լրիվ ապակին է նա, ջարդած Ֆու, բենզինի հոտն է։ 91, բայց ուղղակի ինքը արդեն ոչ մի բան չկա, չէ՞։ 420026։ Ինքը բան չկա, չէ՞, պատաճը, չէ։ Ինքը բան չունի, վարվող բան չկա։ Ինչը վարվել է, արդեն վարվել է։ Հա, եթե այս երկրում կարելի է ամփորձանք կլներ, ասում եմ 90-ականները վերադարձել է, էլի։ Տղաներ եւ աղջիկներ, 90-ականներից հոգեզավակներ։ Վերադարձնում եք այդ թվերը, ինչ տակ ստանալու եք ավելի ուժգին։ Այն տեսակ են։ Այս ամենը ոչինչ չէ նրա հանդեպ, որ ուղղակի այսուր ժամին երեխաները եւ տնեցիկը մի փոքր վախեցան, սրա ամեն ինչի պատասխանը բոլորը տանելու է, քթներից եմ բերելու, ասում եմ քթներից բերելու եմ 100 պորտ հեկոմ, շատ հետաքրքիր է լինելու, սպասեք, սրա պատասխանը տալու եք, մեքենան ու տան ու կնոջս, որը որ երեխաներին է տեղափոխում, այդ մեքենան վառեք դուք, խնդիր չկա, ձեր բոլորի պատասխանը համարժեք լինելու է։ Շուշեն ջարդել են, մեջն էլ բենզինով են ծերը, փակատած բանը գցել են։ Ավելի կոնկրետ դա է կարծել, Երևանի քաղաքի ավարտանու անդամ եմ, մայր այստեղ խնդանքան, նրա շապի երևի։ Որ գցեք լույս ցույց կտամ հեռացեք։ Ուղարկել մտիկ կեսում։ Ասում եմ։ Բենզինի հոտը մի հատ քաշեք էլի։ Այն էլ ընդ է։ Չէ։ Հա, Չէ, ու արդեն բենզին։ Հա, տեսա։ Հա, գալիս է բենզինի։ Էսի
Բոցը վարվի։ Բոցը ինքը տևել է, որ խփել ջարդել են, այդ ձենից տնեցիք վեր թռան, երևի տևել է մի 7 րոպե, չէ։ 7-ից 8 րոպե, այսինքն բոցը դուրս էր գալիս։ Միտքն էր գալիս այդ։ Դե բենզինի հոտը հես է արդեն։ Անազգային Ստեփանյան Գևորգ։ Ստեփանյան Գևորգ։ Մի հատ այս լույսը վառի, այդ երեխեքին են սենյակ տար, ըստ էի լույսերը վառի, որ լույս լինի, էլի։ Բոցով վառվում էր։ Աշոտը տեսա դու ոնց էր բոցը դուրս գալի։ Հոտելի առ։ Ես որ հելացի ծուխներ մենակ վառած չեմ տեսել։ Էսյանից խփել են, Շուշեն թափել է գեդի, այդ բանն էլ բենզինով գտել։ Երջան, բայց շուշեկը Հեսա։ Ասման միտքն է։ Մեջը լիքն է, բայց ինքը մի հատ խփես թափելու է։ Երևի։ Բայց որ միանշանակ վերջինասերանը հոտը գարշ է վերջինա։ Մի հատ էլի կարես կպցնես իրար են բալկոնի, Վերջինը հոտը գարշ է։ որ լույսը վառվի։ Դուրը ասա թո բաց։ Չէ, ախպե։ Ես ում Ինչ անում։ կարոտի մարկե պրոզ։ Ասա հանգստացի բան չկա։ Տանասկից դուրս են գա։ Աշուտային բալկոնի լույսը ձեր չի վառում։ Հա։ Բալկոնի Չունեմ լույսը։ ախպե, վարվել ադամ շփանը։ Ես 5 տարի այստեղ եմ ապրում։ Կլինի ոնց չի լինի։ Ժողովուրդ ջան, ուշ գիշերով տնեցիները վեր են թռել ապակու ջարդածի ձայնից եւ արդեն բոցով վառում էր կրակում մեքենան, տևել է 7-8 րոպե, մեքենայի ապակին ջարդել են, ինքը ամբողջովին էլեկտրական մեքենա ապակին ջարդել են եւ բենզինով ասենց փայտ է, վրան շորա ոնց որ փաթաթած բենզինով գցել են մեքենայի մեջ։ Ստեփանյան Գևորգ Արմենակի։ Մի հատ որ խնդրեմ գցեք մեջը սան, այս ապակիներն է ջարդած եւ ամենակարևորը այն մի հատ գցեք, որ խնդրեմ։ Այս կողմը։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ցույց։ Չէ, նա կարևորը։ Տնամ։ Նասկցեմ։ Էսա ժողովուրդ ջան։ Ֆու, բենզինի հոտը։ Ամբողջությամբ մի հատ կտակ են դեռնակցում։ Ամբողջությամբ այրել են մեքենան։ Իննսունականներն էլ, 90-ականների վերադարձա։ Մեկը կա իրա հոգեհարազատ ուղի է բռնել։ Հեսա բաժնցել են մոտը, հալո։ Հեսա չկա տանոտ։ Իսկ մեկ Անջատ։ Ինչը։ Հիմա ոչ մի բան չի միանում։ Սա էլեկտրականություն մեջի հալել է, ոնց կմիա։ դերը խոսի չի գտնում։ Էս դրանց։ Հինգ 5-ից 7 րոպե է տևը այդ գմփունից հետո միջև իջել է պատուհանից միջև այս ծառերի մոտ ոցը հելում էր այ այտենց Հայ այդ գմփունից։
Գողատանը ջարդել են ձեներ։ Այդ ձենից ենք հենց իջը։ Հա։ Այդ ձենից։ Իջել եք ստեղ չեն եղա արդեն։ Էլ ինչ, միջև վերևից իջել ենք, երևի մի 3 րոպե ջուրը լցրել եմ, Հա։ այդ բանի մեջ դուրս եկա արդեն, էլ ինչ։ Դիմացն է լավ առնի։ Հա, սա մեջ շվարված։ Պեք ձեռներով։ Ամեն կարբիրգից անցել են, վերջ ժողովուրդ ջան էլ։ Շշով, բացի որ այդ բանն է գցած, ոնց է շշով էլ լցրած լինի մեջ, էլի։ Նորմալ է, սենց ես փոքր էի, 90-ականներն էի սենց բաներ հիշում։ Իմ մեքենան գարաժում է, իմ ելնի այդքան, այս կնոջս ու երեխեքին տեղափոխող մեքենան է, էլի։ Փաստորեն քաղաքական հայացքների համար արդեն կարան մեքենա վար, ինձնից ինչ պիտի կարենան անեն ինձ։ Արդեն մեքենային են անցը։ Դուք տենց մեքենա վարող, էլի։ Արմեն, ինչ ա եղե։ Հե? Ինչ ա եղե։ Հա, բայց ավտոն հա, ոնց կգնաս վաղը։ Գնա պարկի։ Հե։ Ինչ ա եղե։ Փակը, այո։